Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, մենք առիթ ունեցել ենք մի քանի անգամ հրապարակավ ներկայացնելու, խոսելու, որ պարբերաբար արձանագրում ենք այն փաստը, որ ըստ էության Հայաստանի Հանրապետությունում արդեն տևական ժամանակ է իրականությունը չարտացոլող քաղաքական գործընթացներ են տեղի ունենում եւ քաղաքական օրակարգ է ձևավորվում։ Այսօր ազգային ժողովի ամբիոնից չի հնչում այն խնդիրը, թե ազգային ժողովի հարակից տարածքներում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները ինչ դիրքորոշում եւ ինչ պահանջներով են հանդես գալի։ Այսօր այս ամբիոնից չի խոսվում ընդհանրապես ժամեր առաջ նաեւ մամուլում տեղ գտած այն խնդիրների, որ Զանգելանի եւ Հադրութի շրջանում տեղի են ունեցել մարտական ռազմական գործողություններ, ընդ որում նաև հրապարակվել է, որ երկու կողմերից կան զոհեր, գերիներ, չի արտացոլվում եւ չի խոսվում, որ մեր երկրի քանի քաղաքացի ի վերջո գերեվարված է, գերեվարվածների թվում քանիստ են կանայք, քանիստ են քաղաքացիական անձինք, մենք ունենք անչափահաս երեխաներ, զոհվածների թվում, քանի զինծառայող է զոհվել, այս խնդիրների մասին պետական քաղաքականության որևիցե հստակություն չկա։ Մեկ շաբաթ անց կլրանա արդեն իսկ 2 ամիսը այդ խայտառակ փաստաթղթի կնքման, բայց դեռ այսօր մենք որևիցե գործնական իրավիճակը վերլուծած քայլեր եւ գործողություններ չենք տեսնում։ Կրկնում եմ, քաղաքական օրակարգը տևական ժամանակ կեղծվել է եւ իրականությանը չի արտացոլել։ Սթափվեք եւ իրականության հետ առերեսվեք։